2019 թվականից այս կողմ Շարլ Ազնավուրի անվան պալատում չենք ունեցել կոյուղի, իսկ հիմա կոյուղի ունենք, սահմանամույսները վերանորոգված է, ջեռուցում չի եղել այստեղ, ջեռուցված է շենքը, մասնակի վերանորոգվել է տանիքը, վերանորոգվել է ֆոյեն և տանիքը։ Ունենք այն, ինչ ունենք ջեռուցում, ունենք կոյուղի, ունենք նորոգված դահլիճ, սա մեզ համար, արվեստագետներից համար ուրախալի է, որովհետև այն ժամանակ մտածում էինք, թե ոնց պետք է տաքանան, ինչպես պետք է ձեռքերը, մատները երաժիշտների տաք լինեն, որ կարողանան նվագեն, պարողների ոտքերը տաք լինեն, մարմինը տաք լինի, որ բարի, իսկ հիմա չունենք այդ խնդիրը, փառք Աստծո լուծվեց այս ամեն ինչը, շատ հարցերում տուժվում էր թե մենք, թե շենքը, որովհետև ջեռուցման պատճառով միջոցառումներ չէին լինում։ Իսկ հիմա արդեն ունենք ջեռուցում։ Մեր խնդիրներից մեկ ամենամեծ խնդիրը եղել է կոյուղի, որովհետև երբ որ հանդիսատեսը գալիս էր, ես ամաչում էի, որ հանդիսատեսի մեջ գայլեմ, որովհետև բոլորը բողոքում էին, չենք ունեցել։ Կարելի ասել ունեինք և չունեինք, որովհետև չկա, նորմալ չէր աշխատում, ոչ մի բանը, թե ջրատարները, թե կոյուղատարը և ընդհանրապես։ Իսկ այժմ ունենք վերանորոգված կոյուղի և պետքարաններ։ Մեր դեմ արդեն գալիս է դեպի տոնական օրեր, նոր տարի, ունենանք լավ համերգներ, ունենանք լավ ներկայացումներ, արդեն դահլիճը կարող է ձմեռվա ընթացքում աշխատել։ Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել համայնքի ղեկավարին, պարոն Արկադի Փելեշյանին, ողջ աշխատակազմին, անընդհատ այս շինարարական օրերին եղել են մեր կողքին, իրենց հետևողականությամբ, ինչ թերություններ, որ եղել են շինարարության ընթացքում, դիմել եմ քաղաքապետարան և անմիջապես լուծում է գտել։ Մեկ տարվա մեջ նաև հագուստների խնդիրներ ենք, 2 տարվա մեջ, 3 տարվա մեջ, մենք ունեցել ենք բավականին նոր զգեստներ, դիմել եմ քաղաքապետարան, քաղաքապետին, կրկին և այս ամենը կարողանում ենք ձեռք բերել և հրամցնել մեր հանդիսատեսին։ Ինչու մասնակիր նորոգվեց և արդյոք նախատեսվում է շարունակությունը։ Կարևոր աշխատանքները կատարվեց, երկրորդ փուլով նախատեսված է բոլոր խնդիրները լուծվի։ 3 տարիների ընթացքում ձեր պաշտոնավարման զգալի տեսանելի աշխատանքներ են կատարվել և բավականին լուրջ դինամիկա կա փոփոխությունների քաղաքում։ Ասեք, յուրաքանչյուր տարի որքան գումար է ծախսվել, ընդհանուր ինչ ծախսի մասին է քաղաքում, ինչքան գումար է ներդրվել այս ամենը անելու համար։ 24 թվականին ներդրվել 1 միլիարդ 800 միլիոն դրամ, 25 թվականին ներդրվել 2 միլիարդ 500 միլիոն դրամ, բայց այս պահի դրությամբ 26 թվականի համար նախատեսած է, ունենք այս պահին մեր բյուջեում 5 միլիարդ դրամ, որը պիտի ներկայացնենք սուբվենցիոն ծրագրի։ Քաղաքացիների համար պարզաբանենք, որտեղից է այդ գումարը։ Ինչի է 2.5 միլիարդը դառը 5 միլիարդ դրամ, պարզաբանեմ ձեզ, բանակցությունների արդյունքում Քիմպրոմը 3 միլիարդ եւ ավել գումար մուտք է արել մեր բյուջեն, 14 թվականից այս կողմ իրանք ոչ մի գումար չէին վճարել։ Քիմպրոմը էլի գումարներ ունի վճարելու համայնքին, աշխատանքները շարունակվում են, իրանք այդ գումարներն է կվճարեն, 5 միլիարդը, որ արդեն ներկայացնենք սուբվենցիայի կդառնա 10 միլիարդ դրամ, բավականին մեծ աշխատանքներ կատարելու Վանաձորում, վերելակների խնդիրներ ունենք, տանիքների խնդիրներ ունենք, երկրորդական փողոցների խնդիրներ ունենք, կոյուղիների խնդիր ունենք, երկրորդական փողոցների, փակուղիների ասֆալտապատման, ջրահեռացման հարցեր կլուծվի բնականաբար և մեր մանկապարտեզները անպայման կդառնա անվճար։ Նախատեսված է մեր այգիներում կարուսելների պարկ ստեղծվի, սառցադաշտեր կառուցվի, գեղեցիկ ծրագիր ունենք, արդեն իսկ նախագիծը պատրաստ է։ Որ պարզ ասեմ ձեզ, խայտառակ վիճակ է, մարդիկ 50-60 տարի մի տան բնակվում են, մինչև այսօր կոյուղի չունեն։ Այս պայմանությամբ իհարկե մի քանի թաղամասում աշխատանքներ կատարվում են, որ կոյուղի ունենան, բայց այս սուբվենցիոն ծրագիրը, որ արդեն իսկ հաստատվի, բոլորի հարցը կարգավորվի։ Իդեպ ձեզ
ասեմ 2 օր առաջ պարոն Մարզպետի հետ քննարկում ենք ունեցել, ինքը իր պատրաստականությունն է հայտնել, որ այս սուբվենցիոն ծրագրերը արագացնենք, հնարավորինս շուտ ներկայացնենք կառավարության հաստատման, որ այս աշխատանքները կատարվեն։ Խնդիրը ստեղ է կայանում, մեզ մեր հարգելի ավականու անդամներին կոչ եմ անում, որ ներկայանան ավականու նիստին այս աշխատանքները հաստատվի։ Ուրիշ խնդիր համայնքը չունի։ Առաջիկայում նիստ կհրավիրվի եւ կոչ եմ անում մեր հարգելի ավականու անդամները ներկայանան, որ այս բազմաթիվ խնդիրները Վանաձորում լուծվի։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, աննախադեպ գումար է մտել Վանաձորի բյուջեն։ Իհարկե դա հեշտ չի եղել ժողովուրդ ջան, բանակցությունների արդյունքում դա կատարվել 5 միլիարդ դրամ արդեն իսկ Վանաձորի բյուջեում ունենք, կներկայացնենք սուբվենցիոն ծրագրերի, կդառնա 10 միլիարդ դրամ։ Աննախադեպ աշխատանքներ կկատարվի Վանաձորում 1 տարվա ընթացքում։